Ավարտվեց Վրաստանի նախագահի այցը Սլովակիա։ Միխայիլ Ղավելաշվիլին հանդիպումներ ունեցավ իր սլովակ գործընկերոջ, փոխվարչապետի, ազգային խորհրդի նախագահի եւ այլ ղեկավարների հետ։ Նախագահն այցի ավարտին ամփոփիչ մեկնաբանություն է արել եւ ասել, որ տեղի են ունեցել արդյունավետ հանդիպումներ եւ որ Սլովակիան գովելի երկիր է, քանի որ փոքր երկիր է եւ հանդիսանում է Եվրամիության անդամ եւ որ ամենօրյա ռեժիմով պայքարում է իր սեփական ազգային շահերը պաշտպանելու համար։ Նման դրության մեջ է նաև Վրաստանը, քանի որ հանդիսանալով Եվրամիության թեկնածու երկիր փորձում է դառնալ Եվրամիության լիարժեք անդամ, սակայն պահպանել սեփական արժեքները։ Պատրիարքարանում պատրիարքական գահի տեղապահ մետրոպոլիտ Շիո Մուջիրի հրավերով տեղի ունեցել Սուրբ Սինոդի նիստը։ Պատրիարքարանի հասարակության հետ կապերի ծառայության փոխանցմամբ նիստի նպատակն է քննարկել այն կազմակերպչական հարցերը, որոնք սահմանված չեն վրաց ուղղափառ եկեղեցու կառավարման կանոնադրությամբ։ Միևնույն ժամանակ, ինչպես Սինոդի նիստի մեկնարկից առաջ լրագրողներին հայտնել է Պատրիարքարանի հասարակության հետ կապերի ծառայության ղեկավարը, այսօրվա նիստը նախատեսված չէ պատրիարքի 3 թեկնածուների ընտրության համար, այն կնվիրվի ընթացակարգերի վրա։ Պատրիարքի ընտրության թեման քաղաքական կուսակցությունների քննարկման առանցքայինում է։ Կառավարությունն ու ընդդիմությունը մեղադրանքներով մատնացույց են անում միմյանց։ Ավելի կոնկրետ միմյանց մեղադրում են եկեղեցական գործունեությանը միջամտելու փորձերի մեջ եւ ընդգծում են Սինոդի որոշման անկախության կարեւորությունը։ Կարեւորը, որ ոչ ոք չմիջամտի եկեղեցու որոշմանը, այս թվում այն որոշումը, որը Սուրբ Սինոդը դեռ պետք է ընդունի, ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Նրա խոսքով արդեն կարելի է ասել, որ կան արտաքին միջամտության փորձեր։ Երկրորդ օրն է, ինչ քննարկման առանցքայինում է Վրաստանի միջազգային թափանցիկության տնօրենի Էկա Գիգաուրիի զեկույցը Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին։ Գիգաուրին անդրադարձել է 500 օրյա բողոքի ցույցին եւ նշել, որ վրացական երազանքի եվրոպական ընտրությունը գտնվում է անմիջական հարձակման տակ։ Վրաստանի միջազգային թափանցիկության տնօրենի խոսքով հարյուրավոր խաղաղ ցուցարարներ դարձել են ոստիկանական դաժան եւ համակարգված բռնության զոհ, երկրում կա ավելի քան 120 քաղբանտարկյալ, իսկ անկախ լրագրությունը քաղաքական ճնշման տակ է։ Վրաստանի միջազգային թափանցիկության տնօրենի խոսքով միջազգային հանրությունը պետք է հաշվի առնի ԵԱՀԿ Մոսկվայի մեխանիզմի զեկույցի եզրակացությունները, որոնք հստակ նկարագրում են մարդու իրավունքների համակարգային խախտումները։ Գիգաուրիի խոսքով Վրաստանին աջակցելը նշանակում է օգտագործել ՀԱԳ-ում գտնվող միջազգային իրավունքի գործիքները։ Գնային կարգավորման հարցերի վերաբերյալ աշխատանքները ընթացքի մեջ են։ Այսօր ընթանում է Վրաստանի խորհրդարանում սննդի, դեղորայքի եւ վառելիքի գնագոյացման կառուցվածքն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստը։ Նիստում կքննարկվեն դեղորայքի շուկայի կառուցվածքը, գնագոյացման շղթան եւ ոլորտի գործառական գործընթացները դեղագործական ընկերությունների մասնակցությամբ։ Նախապես հայտարարված ժամանակացույցի համաձայն սննդի ազգային գործակալությունը սկսել է շների պատվաստումը մարզերում եւ տեղափոխումը ստերիլիզացման, կաստրացիա, ինչպես նաեւ այլ անասնաբուժական մանիպուլյացիաների համար։ Գործակալության տվյալներով ընթացակարգը իրականացվում է սեփականատերերի եւ շահառու կողմերի հետ համաձայնությամբ, ինչպես նաեւ համապատասխան արձանագրությունների կազմելու միջոցով։ Գործակալությունը ինքը տարածում է այս գործընթացի տեսագրությունները։ Այսօր առավոտյան գործակալությունը հրապարակել է կախեթիի եւ իմերեթիի հասցեները, որտեղ տերերը եւ կենդանիների սիրահարները կարող են բերել իրենց շներին։ Կենդանիները տեղում կպատվաստվեն կատաղության դեմ։ Գործակալության տվյալներով այն կենդանիները, որոնք չեն կաստրացվել եւ ստերիլիզացվել, կտեղափոխվեն ապաստարան պատասխանատու անձի հետ համաձայնությամբ համապատասխան ակտի հիման վրա։ Վրաստանում նախորդ տարվա նոյեմբերին կործանված թուրքական C-130 տիպի ռազմատրանսպորտային ինքնաթիռի վրա արտաքին միջամտության կամ պայթյունի հետքեր չեն հայտնաբերվել։ Այս մասին նշված է Անկարայի գլխավոր դատախազության հայտարարության մեջ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Հայտարարությունը հիմնված է Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության զեկույցի վրա։ Անկարայի գլխավոր դատախազությունը եւ ռազմական հանցագործությունների հետաքննության բյուրոն
շարունակում են միջադեպի հետ կապված քննությունը։ Մերձավոր Արևելքում պատերազմը շարունակվում է, այսօր 35-րդ օրն է, երեկ երեկոյան Իրանը հրթիռային հարձակում է իրականացրել կենտրոնական Իսրայելի վրա։ Կլաստերային մարտագլխիկներով հրթիռը չի կարողացել հետ մղվել։ Հարձակումը վնասել է տներ, ճանապարհներ եւ մեքենաներ։ Իրանի իշխանությունների տվյալներով նրանք նաեւ անօդաչու թռչող սարքերով հարձակում են գործել Հորդանանի Ալ-Ազարք բազայում գտնվող ամերիկյան կործանիչների վրա։ Քուվեյթի պաշտպանության ուժերի տվյալներով վերջին 24 ժամվա ընթացքում նրանք ոսացել են իրանական 2 թևավոր թռիչքներ եւ 12 անօդաչու թռչող սարք։ Ընթացքի մեջ է Պեկինի Պողոտայի 17-րդ շենքի մոտակայքում գտնվող հանգստի գոտու վերանորոգումը։ Նախագծի շրջանակներում ենթակառուցվածքները լիովին կվերականգնվեն։ Կտեղադրվեն արտաքին լուսավորություն եւ ոռոգման ցանցեր։ Կկազմակերպվեն նաեւ երեխաների համար ժամանցի եւ մարզումների գոտիներ։ Տարածքը կկանաչապատվի եւ կտնկվեն տարբեր տեսակի ծառեր ու բույսեր։ Վրաստանի առաջին տիկինը Թամար Բագրադյոնին կրթության, գիտության եւ երիտասարդության փոխնախարար Բայա Կվիրցյանին եւ երգչուհի Լիզա Բագրադյոնին այցելեցին ազգային սկրինինգային կենտրոն։ Հյուրերը տեղում ծանոթացան կենտրոնի աշխատանքի առանձնահատկություններին եւ անցան պետական ծրագրով նախատեսված անվճար քաղցկեղի սկրինինգային հետազոտությունները։ Հյուրերին ընդունեց ազգային սկրինինգային կենտրոնի տնօրեն Էթեր Կիգուրաձեն։ Ապրիլի 1-ին Մարնեուլիում անցկացված հանդիպումը նվիրված էր պետական լեզվի կարևորությանը եւ դրա զարգացման հարցերին։ Միջոցառման շրջանակներում մասնակիցները ծանոթացան դեպարտամենտի գործունեությանը, դրա գործառույթներին եւ նպատակներին պետական լեզվի քաղաքականության իրականացման գործընթացում։ Հանդիպման երկրորդ հատվածում ուշադրություն դարձվեց վրացերենի դերին երիտասարդների կրթության, մասնագիտական զարգացման եւ հասարակական ինտեգրման մեջ։ Ներկայացվեցին նաեւ ընթացիկ եւ նախատեսվող ծրագրեր, որոնք ուղղված են վրացերենի տարածմանն ու ուսուցման խթանմանը։ Միջոցառումն անցկացվեց ինտերակտիվ ձևաչափով, ինչը մասնակիցներին հնարավորություն տվեց ակտիվորեն մասնակցել քննարկմանը, հարցեր տալ եւ կիսվել իրենց կարծիքներով։ Մենք հիմա գտնվում ենք Մարնեուլիում կրթության եւ զարգացման կենտրոնում, հանդիպում ենք երիտասարդների, մասնավորապես դպրոցականների հետ եւ զրուցում նրանց հետ իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին։ Որովհետև աշակերտները պետք է իմանան, որ ունեն իրավունք սովորել իրենց մայրենի լեզուն ադրբեջաներենը, ստանալու կրթություն այդ լեզվով, սակայն մյուս կողմից ունեն նաև պարտականություն իմանալու այս երկրի պետական լեզուն, որը կօգնի նրանց դառնալ այս երկրի արժանապատիվ քաղաքացիներ։ Իդեպ նրանք տալիս են շատ հետաքրքիր հարցեր եւ հետաքրքիր են նայում իրենց ապագային, ունեն հետաքրքրություններ, ինչ մասնագիտություն պետք է ստանան, ինչ կրթություն պետք է ստանան, ինչպես պետք է ձևավորվեն։ Նման դեպքում նրանք պետք է հասկանան, թե ինչպես լեզվական առումով բաշխեն իրենց հնարավորությունները։ Քանի որ Վրաստանը բազմալեզու երկիր է, սա շատ մեծ լեզվական բազմազանություն է, սակայն գոյություն ունի լեզուների հիերարխիա եւ այս հիերարխիայում իհարկե առաջին տեղը զբաղեցնում է պետական լեզուն, որը սահմանվում է Վրաստանի սահմանադրության երկրորդ հոդվածով, որպես այս լեզու, որով իրականացվում է բոլոր տեսակի օրենսդիր եւ գործադիր գործունեությունը։ Այդ թվում իհարկե կրթության համակարգի հիմնական լեզուն նույնպես դա է։ Սակայն հնարավոր է նաև կրթության ստանալ այլ լեզուներով եւ ինձ շատ ուրախացնում է, որ աշակերտները դա հասկանում են, չնայած իրենց փոքր տարիքին։